Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետն այսօր Արարատում էր։ Նա ներկա է եղել GTB Steel ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը։ Նա շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին եւ արտադրական հզորություններին։ Պատասխանատուների ներկայացմամբ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112,800 տոննա։ Գործարանը ունի 240 աշխատակից, առաջիկա 3 տարում նախատեսվում է այդ թիվը ավելացնել եւ գերազանցել 500-ը։ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գործարանի այցելությունից տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ, որ Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանը արդեն աշխատում է։ Աշխարհի տարբեր երկրներ շարունակում են կարևորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման եւ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ պնդում է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Այդուհանդերձ միջազգային արձագանքներում լավատեսությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առիթով։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքեջում հրապարակված հայտարարությունում։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը, համաձայն ավելի խաղաղ աշխարհի նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության պայմանագրի ստորագրման եւ ավերացման Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է։ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները ողջունելով Մոսկվան հաստատել է իր այն առաջարկը, որ պատրաստ են ռուսական հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք եւ համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ից 2022 թվականների եռակողմ համաձայնագրերով։ Նպատակ ունենք ցուցաբերելու ցանկացած աջակցություն խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման եւ Բաքվի եւ Երևանի միջև մնացած խնդիրները լուծելու համար, այդ թվում խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման եւ հումանիտար հարցերի հետ կապված գործընկերների համար ընդունելի չափով եւ ձևով։ ՀԱՊԿ-ն եւս ողջունելով խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը հույս է հայտնել, որ փաստաթուղթը հնարավորինս շուտ կստորագրվի։ Ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում՝ խաղաղության եւ կայունության համար։ ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, հույս հայտնելով, որ պայմանագիրը շուտով կստորագրվի եւ կվավերացվի։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը եւ ավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում եւ կարեւոր նպաստ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար, համոզված է Ղազախստանը։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման ուղղությամբ։ Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին, նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն։ Բրազիլիան էլ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է հետամուտ լինել դիվանագիտությանը եւ երկխոսությանը, որպես կայուն խաղաղության ճանապարհ։ Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որ իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև եւ կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Ակնկալում ենք, որ խաղաղության պայմանագրի գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Խորվաթիան այս առիթով նշել է, որ երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպը շնորհավորելով Հայաստանին եւ Ադրբեջանին X-ի միկրոբլոգում այս քայլը համարել է շատ հուսադրող։ Նա նշել է, որ պայմանագրի ստորագրումը էական նշանակություն կունենա տևական խաղաղության, տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման համար, եւ այն, որ Նիդերլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին։ Տիգրան Հակիմյան, Հորիզոն։
Սաուդյան Արաբիան եւս ողջունել է բանակցությունների ավարտը, հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության եւ բարգավաճման նոր փուլի։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ։ Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունը եւ կայունությունը եւ կապահովի զարգացման ու բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները Միացյալ Նահանգների նախագահին հասցեագրված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Նամակի հեղինակները հիշեցրել են հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից։ Նրանք նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը։ Նամակում նաև նշվել է, որ պետք է երաշխավորվի արցախցիների վերադարձի հիմնավոր իրավունքը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել է Իրաքում իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին։ Նա նշել է, որ գործողությունը իրականացվել է Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ համագործակցությամբ։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Ուկրաինական կողմի հետ հրադադարի պայմանագիր ունենք, փորձում ենք համաձայնության հասնել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շերել Աքինսոնին տված հարցազրույցում։ Մենք նրա հետ աշխատում ենք եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ բավական լավ է ընթանում, իրավիճակը բավական բարդ է։ Սա սարսափելի արյունալի պատերազմ է, կարծում եմ առայժմ ամեն ինչ լավ է ընթանում։ Երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք։ Լրագրողը նախագահին հիշեցրել է պատերազմը 24 ժամում ավարտելու խոստման մասին։ Թրամփի խոսքերով մի քիչ կատակում էր այդ ժամանակ։ Միևնույն ժամանակ նա մնում է նույն համոզման, որ ի վերջո կկարողանա վերջ դնել պատերազմին։ Հարցին ինչ կլինի, եթե Ռուսաստանը չհամաձայնի կրակի դադարեցմանը, Թրամփը նշել է, որ այդ դեպքում աշխարհին վատ լուրեր են սպասվում։ Իր շուտ սոցիալական հարթակում էլ Սպիտակ տան առաջնորդը գրել է, որ իր վարչակազմը արդյունավետ քննարկումներ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում նա կոչ արել ապահովել Ռուսաստանի Կուրսկի շրջանում ենթադրաբար շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորների անվտանգությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կուրսկի մարզում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորների կյանքը խնայելու առաջարկին։ Այս կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել ներխուժման գոտում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Այդ գործողությունները ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համարվում են ահաբեկչություն։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք նախագահ Թրամփի կոչը առաջնորդվել մարդասիրական նկատառումներով այս զինծառայողների նկատմամբ։ Ցանկանում եմ ընդգծել, եթե նրանք զենքը վայր դնեն եւ հանձնվեն, կերաշխավորենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը։ Անվտանգության խորհրդի անդամների հետ Ռուսաստանի նախագահը քննարկել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հարցը։ Գիտենք, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը նախագահ Թրամփի գլխավորությամբ անում է ամեն ինչ վերականգնելու գոնե այն, ինչ մնացել է ամերիկյան նախորդ վարչակազմի ոչնչացրածից։ Այս գործընթացը հեշտ չէ, ընդհանուր առմամբ տեղից շարժվում ենք։ Կուրսկի մարզում զարգացումներին անդրադարձել է Վլադիմիր Զելենսկին, հայտարարելով ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին։ Իրավիճակը ներկայում շատ բարդ է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել մեր մարտիկներին այդ գործողության համար։ Մեր բանակն իր խնդիրը կատարել է։ Առաջինը թույլատրել է ճնշումը Խարկովյան ուղղությամբ, հետո նրանք սկսել են իրենց զորքերը տեղափոխել արևելյան ուղղությունից։ Ես կարծում եմ, որ Պոկրովյան ուղղությամբ այժմ իրավիճակը կայուն է։ Զելենսկին այս հայտարարությունն արել է ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի Սուջա քաղաքի վերջնական գրավման մասին Մոսկվայի հայտարարությունից մեկ օր անց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են քաղաքակրթական ինքնասպանություն գործել, չկարողանալով վերահսկել իրենց սահմանները եւ սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կամ չեն կարողանում կամ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաեւ տեսնում եք, որ նրանք սկսում են սահմանափակել իրենց քաղաքացիների ազատ խոսքը, նույնիսկ երբ այդ քաղաքացիները բողոքում են սահմանային ներխուժումների դեմ։ Հենց այս բողոքի տրամադրություններն էին, որոնք հանգեցրին Դոնալդ Թրամփի եւ մի շարք եվրոպացի առաջնորդների ընտրությանը։ Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդ եւ Կանադայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Երթման արարողությունից հետո նա հայտարարել է, որ իր երկիրը հարգում է Միացյալ Նահանգներին եւ նախագահ Թրամփին, սակայն Կանադան չի միանա Միացյալ Նահանգներին։
Մենք երբեք ոչ մի ձևով եւ ֆորմատով չենք լինի Միացյալ Նահանգների մասը, Ամերիկան, Կանադա չէ, մենք ամբողջովին տարբեր երկրներ ենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ամերիկյան 51-րդ նահանգը։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտարարություն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսին մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 17-ն է։ Մարտի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն մարտի 21-ից։ Այժմ այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։